Հայկական երկրով։ Այս ընթացքում կա հաշվարկ սեփականատերի ինչքան որովհետև խոսում էր, որ եթե արբիտրաժի որոշումը միջանկյալ որոշումը կառավարությունը չկատարում, ընկերության վնասներն ավելանալու են եւ եթե չկատարի, ինչքանի են հասնելու ու քանի որ դա գալիս է վնաս պետության, որովհետև արդյունքում փոխհատուցելու է Հայաստանի Հանրապետությունը եւ արդյոք այն թվերին կհասնի, որ չի կարողանալու եւ ջեքի վրա կալանք, ինչպես փաստաբաններն էին նշում, որ է տանում այս ամենը եւ ինչ վնասների ակնկալում։ Նորից գալիս ենք այստեղ իրենց գործելավոճին, իսկ իրենց հետաքրում է կարողանալու են թե չէ։ Իրենք այստեղ ուղղակի լուծում են պարոն Սամվել Կարապետյանի հարցը, որպեսզի քաղաքական գործոն չլինի, ես ասել եմ, չէ, այսպես այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, չեք պատկերացնում ուղղակի։ Այս բեսպրիձել ինչի համար են անում։ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածել, իրենք մտածում են միլիարդատեր մարդ, դե հեսա մի ամիս երկու ամիս կնստի գա բանակցություն դերի մի բան պայմանավորվենք թողի գնա։ Մոռանալով, որ գյուղում ծնված, իր մայր հողին կպած եւ այսպես տղամարդավարի միջևերջ իրեն պահելով արդեն խաղաքարտեր են խառնվում։ Այդ ժամանակ իշխանությունը գնում է ցետնոտի մեջ, սկսում է տարբեր ինչ որ չունեն իրանք, չեն ունեցել հաշվարկ վերջում ինչ են անելու։ Եվ գնում են տարբեր գործողությունների։ Այս նույն սերիայից է, որ իրանք չի հետաքրելու պետությունը ինչքան փող է տալ, ախր մեզ պետք է հետաքրի։ Արտաքին պարտքը կա ու կա, չէ։ Ունեն չէ որոշակի հովանավորներ, այս բեսպրիձելի Չեմ ուզում ախր շատ կոպիտ բան ասեմ, բայց ուր են եվրոպացիները, այսպես ասած։ Այս ամբողջի մեջ, այս քաղաքական բան, մեր Ռուբենին Եկեղեցականը, մեր նույն Ռուբենը փաստաբան, ոչ մի բան չկա, փաստաբաններ դուրս են եկել, ասում են լավ, այստեղ լավ ինչ անենք, մենք գնանք թոշակի, մեր դիպլոմները ճղենք, այդ վկայագրերը ճղենք, ինչ անենք։ Բերել են մարդ, ախր նախագահական գաղտնիք կարող է բացահայտեմ, դրա համար չեմ ուզում առիթ տամ ինձ էլ տանեն, էլի, հասկանում եք, այն որ տանելու են, այն որ ուզում են տանեն հաստատ, բայց ինչի տանեն։ Դրա համար եմ ասում, այնպիսի աբսուրդներ են լինում, հաջան։ Ինադու, չէ։ Չէ, չեմ ասում եկեք, ասում հիշեցի, որ կարող է դա նախագահական գաղտնիք դիտարկվի որպես միանշանակ բերելու են։ Մենք հիմա չենք կարող դա հաշվել, որովհետև ներսում այսպես ասած բացահայտ մարդ չունենք, լավ սենց ասեմ, որպեսզի չստացվի ինձ, որ հեծը իրենցն է, հեծը թվում է թե իրենցն է։ Ես վստահ եմ, որ խնդիրները լինելու են, հաշվարկներ լինելու է, ուղղակի վճարելու են մեր, չգիտեմ, ինչքան ենք հիմա մարդը համարով 3 միլիոն։ Այդ 3 միլիոնից փոքրիկ խմբակի կատարածով 3 միլիոնս ենք վճարելու։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենալու։ Հիմա արտաքին պարտքը այսքան կլինի, այնքան կլինի, իրենց էլի կավելանա, ինչ խնդրեմ է։